Այսօր ուզում եմ խոսել հավատքի հիմքը։ Ինչ է հանդիսանում հավատքի հիմքը, որը բավականին շատ կարևոր թեմաներից մեկն է մեր բոլորիս համար, եւ ինչ է դա իրանից ներկայացնում, ինչ է հավատքը ընդհանրապես։ Մենք բոլորս պետք է մտածում ենք, թե ինչ է իրանից ներկայացնում հավատքի հիմքը եւ ինչ է ընդհանրապես հավատքը։ Ձևակերպումը այսպես է. հավատքը նա է, որ ինչ որ դու չես կարող տեսնել նրան աչքերով, բայց հավատում ես Աստծուն ու չես էլ կասկածում նրա գործող հրաշքների, օգնության, կատարած գործերի զորության մասին։ Հա, կարծես ձևակերպումը պարզ է, չէ՞, ինչ իրանից ներկայացնում հավատքի հիմքը։ Այսինքն, դու չես կարող տեսնել նրան աչքերում, բայց հավատում ես Աստծուն եւ չես էլ կասկածում նրա գործող հրաշքների, օգնության եւ կատարած գործերի մասին։ Եվ այսպեսով ես ուզում եմ էլ ավելի հիմնավորել այս ձևակերպումը, այսինքն, որ կարող ենք ասել, որ Աստված միշտ մեզ հետ է, նա երբեք չի լքել, չի լքի ու միայնակ նա չի թողնի մեր դժվարությունների ժամանակ։ Եվ դեռևս 1990-ական թվականներին հոգևոր հովիվ գոյություն ուներ Հայաստանում Սամվել Նավոյան։ Երիտասարդներով նստած էինք հոգևոր հովիվի մոտ, Սամվել Նավոյանի մոտ, կարող եմ ասել, որ 20-22 տարեկան երիտասարդներ էինք, հարց տվեցինք մեր հոգևոր հովին, ասացինք, պատվել է, եթե մենք չենք տենում Աստծուն, մենք ո՞նց կարանք հավատանք, չէ՞ որ մենք չենք տեսնում նրա գոյության մասին։ Հետաքրքիր պատասխան տվեց, ասես քանի տարեկան եք, մեզ հարցրեց, դե տարբեր տարիքի երիտասարդներ էինք, ասենք 20, 22, տարբեր հարցրեց, դուք պատմություն անցել եք, ասենք հա, ոնց չենք անցել, դպրոցում բոլորս է պատմություն ենք անցել, հարցրեց, բա որ պատմություն անցել եք, լսել եք, sense մարդ գոյություն ունի, Նապոլեոն Բոնապարտ, բոլորս ասենք հա, ասես ճանաչում եք իրան, ասենք դե ոնց չենք ճանաչում, լսել ենք, գիտենք, ամեն մեկից հարց տվեց անգամ Նապոլեոնից, ինչ կարողացանք պատասխանել, ասես փաստորեն ճանաչում եք, ասենք հա։ Ասես տեսել եք իրան։ Նայեցին բոլորս մեկս մյուսին, ասենք չէ, ոնց ենք տեսել 1800-ական թվականների անձա, ինչի մասին է խոսքը, ասես բայց հավատում եք, չէ՞։ Ասեցինք հա, հավատում ենք։ Ասում եմ դուք ոնց կարաք Աստծո գործը արդեն դնեք կասկածի տակ, եթե անգամ չեք տեսել, բայց նրա ուժը, զորությունը, մեծությունը ու նրա ամեն գործունեությունը ձեր յուրաքանչյուրի վրա զգում եք։ Եվ հետաքրքիրը դա է, որ մենք էլ չկարողացանք շարունակություն տանք ու պատասխան տանք։ Իրոք դա այդպես է, չէ՞, որովհետև հիմնավոր պատասխանն է, թե ինչ է նշանակում հավատքի հիմքը։ Այսինքն դու հավատում ես, վստահում ես այդ ուժերին, այդ զորությանը եւ այդ ամբողջ այն ամենը, ինչ Աստված անում է քո համար, դա արդեն հանդիսանում է հիմնական հիմքը հավատացյալի։ Մեզանից յուրաքանչյուրը ունեցել է, չէ, դժվարին պահեր իր ընտանիքում, որը բավականին դժվարություններ է ունեցել այդ ընթացքում եւ չի մացել ինչ անի, ուղղակի աներանելի դրնության մեջ է գտնել, ոչ հայրդ, ոչ մայրդ, ոչ քույրդ, ոչ եղբայրդ, ոչ ընկերդ, ոչ մեկ չի կարողանում օգնի քեզ։ Եվ գալիս է մի պահ, որ միմիայն Աստծո զորությունով ու ուժով ու նրա ներգործությունով դու հասկանում ես, որ կարողանում ես դուրս գաս այդ աներանելի վիճակից։ Եվ հետաքրքիրը դա է, որ այդ ժամանակ մեր հավատքը ու մեր զորությունը ել ավելի է զորանում, ուժեղանում ու ոգևորում մեզ, որ դեպի մենք գնանք Աստծո խոսքին եւ ել ավելի սերտ կապված լինենք նրա խոսքերի գործունեության եւ նրա համար հաճո մեր բոլոր գործունեությունները կատարենք Աստծո օրհնությամբ ու զորությամբ։ Ուզում եմ նաեւ ես մի հատված կարդամ գլուխ 7-ից Մատթեոս 7 գլուխ 7-ից, թե ինչ է ասում Աստված։ Փնտրել Աստծո օգնությունը։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք, բախեցեք եւ կբացվի ձեր առջև։
որովհետև ով որ խնդրի, պիտի ստանա, ով որ փնտրի, պիտի գտնի, եւ ով որ բախի, պիտի բացվի նրա առջև։ Այո, այս գլուխ 7-ով Մատթեոս 7-ի գլուխ 7-ից Աստված ասում է, որ պետքա դուք փնտրեք, բախեք, եւ ձեր առջև կբացվի այն դռները, ինչը որ դուք ուզում եք, ցանկանում եք։ Եվ հետաքրքիրն է, ես բավական մեծ առիթներ ունենում ես, չէ՞, հա, որ լսում ես, ասում ես, այ Աստված ջան, ես էս ինչ բաներ արեցի, ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց ինչի՞ է իմ մոտ դժվարություններ առաջանում, ընտանեկան, առողջական, հավատարմության, տարբեր ձևի դժվարություններ։ Սա միայն մի պատասխան կարող է ասել, դա դրա համար է, որ մենք ավելի ունենք կատարելագործվելու ու ավելի հզորանալու տեղ։ Այդ ամեն ինչ դժվարություններ տալիս է Աստված, մենք դեռևս ունենք կատարելագործվելու, վերանորոգվելու եւ այլ հարցերին էլ ավելի մեծ ուշադրություն ունելու տեղ, բաց։ Եվ այս ամենը ունի նաև իր դրական կողմերը։ Դա այն է, որ մենք պետքա իրոք կատարելագործվենք, խոնարհ տարբերակը դառնանք եւ հնարավորին չափով ել ավելի գտնվենք Աստծո կողքին։ Տարբեր ժամանակներ է լինում, երբ ընկերներիդ հետ, մոտիկներիդ հետ խոսակցություն ես ունենում եւ իրանք ունենում են դժվար պահեր, ուղղակի կարելի ասել աներանելի պահեր, որ իրոք չեն կարողանում, անգամ դու չես կարողանում ինչ որ խորհուրդ տաս կամ բացատրություն տաս, թե ինչ պետք է անես։ Ես բավականին շատ մարդկանց, իմ ընկերներին, իմ մոտիկներին, որոնք իրոք ես չեմ կարողացել ինչ որ հարցով խորհուրդ տամ օգնեմ, միայն մի պատասխան եմ ասել օգնության, որ վերցրու Աստվածաշունչը եւ կարդա եւ քո բոլոր դժվարությունների, խնդիրների լուծումը միայն կգտնես այնտեղ։ Կան մնգերներ մարդիկ, որոնք լսում են, իսկ կան մարդիկ ուղղակի չեն լսում, ասում են առաջ, բայց այն մարդիկ, որոնք սկսում են իրոք կարդալ Աստվածաշունչը եւ կարողանում են իրոք գտնել բոլոր իրանց դժվարությունների պատասխանները ու լուծումը։ Ուզում եմ կարդամ Մատթեոս 5-ի գլուխ 5-ից մի հատված հեզերի վերաբերյալ, հեզերի հետ կապված։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Անցած անգամ նույնպես անցած պատգամին նույնպես խոսվում էր հեզության մասին, այո, հեզերը խոնարը պետք է ժառանգի պետք է երկիրը պիտի ժառանգեն։ Ինչպես նաև այսօր ուզում եմ ընթերցեմ Եսայի 41:10-ից, շատ գեղեցիկ խոսքեր են, թե Աստված, որ միշտ քո հետ է եւ քո կողքին։ Եսայի 41:10-ում ասվում է. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ, եւ կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով»։ Այո, եւ մենք հասկանում ենք, որ Աստված միշտ մեզ հետ է եւ մեզ երբեք մենակ չի թողնում, եւ եթե մենք վստահում ենք Աստծուն, իր գործերին եւ մեր բոլոր դժվարությունների ժամանակ նա կանգնած է լինում միմիայն մեր կողքին եւ օգնում է մեզ։ Կարողանում է դուրս հանել ցանկացած դժվար աներանելի դրություններից։ Այս բոլորով մենք վստահ կարող ենք ասել մի եզրակացություն, որ Աստվածաշնչի այս բոլոր գրվածներով եւ հետեւություններով ինչքան մարդու կյանք է փոխվում դեպի լավը, հանգիստը, բոլոր դժվարությունները հեշտ է դառնում մեզ հավատացյալներիս համար եւ հաղթահարելի։ Եվ այսպեսով ուզում եմ իմ պատգամը վերջացնեմ նույնպես Մատթեոս 7-ի գլուխ 7-ով, որը մենք նույնպես ընթերցեցինք,
Խնդրեցեք եւ կտրվի ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք, բախեցեք եւ կբացվի ձեր առջև, որովհետեւ ով որ խնդրի, պիտի ստանա, ով որ փնտրի, պիտի գտնի, եւ ով որ բախի, պիտի բացվի նրա առջև։ Այո, մենք պետք է խնդրենք, բախենք, աղաչենք եւ պետք է միշտ որպես հավատացյալներ անգործ չմնանք, գործուն լինենք, որովհետեւ եթե մենք անգործ մնանք, ապա մեր կյանքի մեջ ուղղակի ոչ մի փոփոխություն չի լինի։ Եթե մենք անգամ տեսնում ենք դժվարություն ու անհաջողություններ մեր բոլորի կյանքում, դա ուղղակի մեզ պետք է լինի որպես ազդանշան, որ մենք ունենք բաց, մենք ունենք դեռ կատարելագործվելու շատ տեղեր։ Եվ մենք բոլորս մենք հավատացյալներս պետք է հասկանանք, որ մեր բոլոր եկեղեցու անդամները դա հավասար անդամներն են, կապ չունի անկախ իր դիրքից, իր հնարավորությունից, իր ունեցվածքից, բոլորը հավասար են եկեղեցուն։ Եվ ցանկացած մեկս պետք է բոլորիս ընդհանրապես նայենք հավասար ձևով ու պետք է զորացնենք մեկս մյուսին օգնելով։ Եթե ինչ-որ մեկը ավելի է տկար իր հավատքի մեջ, փորձենք նրան ուժ տանք, զորություն տանք, բացատրենք, թե ինչն է Աստծո ուժը, գործունեությունը եւ նրա գործը ձեր կյանքում, ինչպես նա կարող է փոխել, լավացնել դեպի ձեր կյանքը, դեպի հավատքի ու զորության մեջ։ Շնորհակալություն, պատգամս վերջացրեցի, թող Աստված ոչ մեկը մեր բոլորս կասկած չունենանք, որ Աստված մեզ օգնում է, մեր հետ է եւ նա հզոր ու զորություն ուժ է տալիս ցանկացած ժամանակ եւ մեզ միայնակ չի թողում մեր դժվարություններով։ Դա ամենամեծ զորությունն ու ուժն է մեր բոլորիս համար ու ոգին շնչողը, որ էլ ավելի մոտիկ լինենք մեր Աստծուն։